Հաջորդ հարցի համար Էդգար Ղազարյան։ Մի քանի հարց փորձեմ արագ ձևակերպել։ Ձեր կենսագրությունը ներկայացնելիս ոնց որ թե մի դրվագ զեղչվեց, որը կա Վիկիպեդիա բաց հանրագիտարանում։ Ես այնտեղ կարդում եմ, որ 2022 թվականից, այսինքն այն պահից, երբ որ դուք եղել եք առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, դուք սովորում եք Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում։ Ես խնդրում եմ ասեք, դուք հիմա ուսանող եք, թե չէ, իսկապես այդ տեղեկությունը ճիշտ է, թե չէ։ Երկրորդը, ես հիշում եմ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ դուք այցելել եք Արցախ։ Ամենայն հավանական, չնայած որ երկրում հայտարարված է ռազմական դրություն եւ դուք ազգային ժողովի падգամավոր եք եւ ըստ իրավական ռեժիմի պետք է չլքեիք Երևանը, որովհետեւ ցանկացած պահի կարող էր ազգային ժողով այլ որոշումներ կայացնել, բայց հավանաբար հայրենասիրական մեծ մղումներն էր ձեր տարել Արցախ հայրենիքը պաշտպանելու։ Հիմա երբ դուք ասում եք, որ արդեն խաղաղություն է հաստատվել, մտադիր եք խաղաղության պայմաններում նույնպես առաջիկայում այցելել Ստեփանակերտ։ Եվ երրորդ հարցը, որպես առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի երկարամյա տեղակալ, ինչպես եք իրականացրել խորհրդարանական վերահսկողությունը գործադիր իշխանությունում, նկատմամբ մասնավորապես Մարտունի բժշկական կենտրոնում այդ կենտրոնի կառուցման, այնուհետև կառուցվելուց կարճ ժամանակ հետո փակվելու, դրանից հետո ես հիշում եմ, որ կարծես թե առողջապահության փոխնախարարը պաշտոնակարվեց, ոնց որ թե կապված էր այդ թեմայի հետ։ Այդ դուք ինչպես եք իրականացրել վերահսկողություն, ինչպես Մարտունի, այնպես էլ մյուս առողջապահական օբյեկտների կառուցման, դրանց որակի եւ այլնի վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, անկեղծ ասած չեմ նայել եւ չգիտեմ ինչ է գրված Վիկիպեդիայում, ես դրանով չեմ զբաղվում։ Ես ավարտել եմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժ հաստատությունների կառավարում MBA, Executive MBA մագիստրոսական ծրագիրը։ Օրդինատուրայում ես չեմ սովորել, որովհետեւ ես չունեմ բժշկական կրթություն ցավոք։ Սիրով կունենայի եւ կավարտեի օրդինատուրա, բայց դրա հնարավորությունը չեմ ունեցել։ Սա բուժ հաստատությունների կառավարում է, որտեղ բազային բժշկական կրթության կարիք չկա, բայց ոլորտում աշխատելու համար այն անհրաժեշտ է։ Սա է հարցով։ Ինչ վերաբերում է 2020 թվականին Արցախ մեկնելու համար, այսպես անցնելով ձեր հեգնանքի եւ քամահրանքի վրայով, այդ պահին ինձ չի հետաքրքրել ռազմական դրությունը թե ոչ։ Այո, այս հարցում իհարկե հեգնում էիք, բայց հայրենասիրական մղումներով, որովհետև օգնող ձեռքի կարիք կար, ոչ թե հայրենիքը պաշտպանելու, ես չունեմ զինվորական կրթություն կամ չեմ կարող զենք բռնել եւ կրակել, բայց գոնե կերակուր, սնունդ կամ ջուր կարող է ինչ-որ տեղեր հասցնել։ Եվ մնացած իրավական հարցերին չեմ կարող անկեղծ ասած պատասխանել, ազգային ժողովը այնուամենայնիվ նիստ չի գումարել, գումարելու ընթացքում էլ այդ բացակաները էական դեր չէին խաղա։ Եվ երրորդ հարցը խնդրում եմ հիշեցնեք։ Հա, Մարտուն, այո, շնորհակալություն։ Ես կարծում եմ ձեր հարցի մեջ կար նաև պատասխանը։ Այն, որ հետո բազմաթիվ հարցեր կարգավորվեցին, այն, որ հետո բազմաթիվ գործող անձինք պատասխանատվություն կրեցին, բնավ չեմ խոսում առողջապահության փոխնախարարի մասին, որովհետև իմ թերևս ամենասիրելի փոխնախարարներից մեկն է եղել, ամենակիրթ, բարեկիրթ, ամենաարագ արձագանքող փոխնախարարը, որը շարունակում է մնալ իմ ընկերը եւ հրաշալի մասնագետ էր, ես կադրային քաղաքականության վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել առողջապահության նախարարության, բայց այն որ բազմաթիվ հարցեր շտկվեցին, կարծում եմ, որ այդտեղ մեծ ներդրում ունի նաեւ խորհրդարանական վերահսկողությունը։ Արձագանք։ Ես ճիշտ ասած չհասկացա, թե դուք ինչի մտածեցիք, որ ձեր հայրենասիրական մղումների մասին իմ պատկերացումները պետքա հեգնանքի տիրույթում ընկալվի, բայց եթե դուք ասացիք, որ թողնելով падգամավորական ձեր ֆունկցիաները ռազմական դրության պայմաններում գնացել եք Արցախ, առաջնագծին ոնց որ հասկացա սննդամթերք եւ այլ դեղորայք եւ այլ մատակարարումներ իրականացնելու համար որ ռազմաճակատի որ հատվածում եք իրականացրել այդ մատակարարումները, այսինքն պաշտպանական որ շրջանում եք իրականացրել սննդամթերքի մատակարարում առաջնագծում ծառայող զինվորներին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեր հարցի համար, թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, բայց կվերադառնամ ձեր նախորդ հարցին, որը ես բաց թողեցի, բայց հիշեցրեցիք։ Այն հարցին, որ այսօր արդեն կրկին խաղաղության պայմաններում կգնաք Արցախ թե ոչ, հնարավորության դեպքում բնականաբար չեմ բացառում։ Շնորհակալություն։
Ագնեսա Խամոյան։ Շնորհակալ եմ Տիկին Բադալյան, նախ խնդրում եմ մեզ ներկայացրեք, թե ինչպես ի վերջո ԿՊ-ի այսպես տեխնացուն դարձաք